Արդյոք պատասխանատու չէ ընտրել կանանց համար կոշիկներ, որոնք պետք է քայլեն այդ կոշիկներով պատմություն ստեղծեն, հաջողություն ունենան։ Այն էր նպատակը, որ մեր բրենդը ոչ միայն կոշիկ արտադրենք, այլ հենց փոխանցենք էմոցիաներ, զգացողություն կանանց։ Մենք օրինակ 1980-ականներին ունեցել ենք նույնիսկ Մասիս կոշիկի գործարան։ Իհարկե ամենաբարդ ոլորտը արտադրությունն է, ես ասեմ կոշիկը իրականում արտադրության մեջ երևի ամենաբարդ ճյուղերից է։ Մրցակցությունը արդյոք հավասար է ներկրողի եւ արտադրողի միջև։ Կարողանում ենք նաև ստանալ գին, որակ, այդ ամեն ինչը, որ կարողանանք բալանսի մեջ պահենք մեզ այս մրցակցության շուկայում։ Հաճախակի մասնակցում ենք Ռուսաստանում կոշիկին վերաբերվող ցուցահանդեսներին ու ներկայացնում ենք հայկական արտադրանքը։ Կնոջ զգեստապահարանում ամենակարևոր աքսեսուարը որն է կոշիկը։ Ես կասեմ կոշիկը միանշան է։ Կոշիկ ընտրելիս եկան Էլասի։ Ինչ պետք է հաշվի առնեն։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այսօրվա մեր զրուցակիցը Էլասի բրենդի համահիմնադիր ոճաբան Էլա Գրիգորյանն է։ Բարև ձեզ Էլա, ինչպե՞ս եք։ Շատ լավ, շնորհակալություն դուք։ Լավ, շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու եւ մեզ հյուր գալու համար։ Էկովիլ, զգա արևի ուժը։ Ինչ պատմություն ունեք, ինչու որոշեցիք, որ պետք է բրենդ ստեղծեք։ Առաջին մասնագիտությունս երաժիշտ եմ, երկրորդը տնտեսագիտության մեջ ինձ փորձեցի, իսկ այդ ժամանակահատվածում ամուսինս այստեղ 2008 թվականից, եթե չեմ սխալվում, կոշիկի արտադրություն ուներ ու տղամարդկանց ոլորտներ արտադրությունը հայկական շուկայում էինք ներկայացված։ Այդպես մի օր որոշեցինք, որ կարելի է հենց կանացի ճյուղը զարգացնել, դա 2019 թվականներ ու որոշեցինք ստեղծել նոր բրենդ, նոր մոտեցում, նոր բովանդակություն, այդպես ստեղծվեց մեր բրենդը։ Ինչպես եք որոշում այդ տարվա ոճը եւ արդյոք պատասխանատու չէ ընտրել կանանց համար կոշիկներ, որոնք պետք է քայլեն այդ կոշիկներով պատմություն ստեղծեն, հաջողություն ունենան, էմոցիայով ներդնում եք այդ ամեն ինչում։ Ի սկզբանե, երբ որ որոշեցինք բրենդը ստեղծել, հենց այն էր նպատակը, որ մեր բրենդը ոչ միայն կոշիկ արտադրենք, այլ հենց փոխանցենք էմոցիաներ, զգացողություն կանանց, ինքը լինի ոճային, կնոջը հաղորդի կանացիություն, էլեգանտություն եւ ամենակարևորը հարմարավետություն։ Այդպես մեր բրենդի հիմքը հենց այդ զգացողություն փոխանցելն է։ Մենք հաճախակի մասնակցում ենք ցուցահանդեսների Իտալիայում, կոշիկի մատերիալի վերաբերյալ, որտեղ ներկայացված են նոր տեխնոլոգիաները, մատերիալները, հումքը, դա մեզ հնարավորություն է տալիս մի քայլ առաջ լինել եւ նորաձևության միտումներին, տենդենսներին ծանոթանալ։ Այդտեղից հենց արդեն ստեղծվում է մեր նոր կոլեկցիան, նայած այդ տարի արդեն ինչ ենք տեսնում, ինչով ենք ոգեշնչվում։ Այդպես մեր նոր կոլեկցիան ստեղծվում է հենց ցուցահանդեսների ոգեշնչումից։ Դժվար է արդյոք կին գործարար լինելը։ Մենք մեր արտադրության մեջ բաժանել ենք մեր գործունեությունը, ես իմ պատասխանատվության վրա վերցրել եմ էսթետիկայի բաժինը, այսինքն կրեատիվ դիրեկտորն եմ, որը որ զբաղվում է դիզայնով, կոնցեպտով, բովանդակությամբ, նկարահանումներով, էջի օնլայն հարթակներում ներկայանալիք տեսքով, իսկ ամուսինս Կարեն Թարմրդյան է, Էլասի բրենդի հիմնադիրն է եւ բիզնեսի ամենաբարդ այդ ճյուղը ինքն է կառավարում։ Այսպես միասին համատեղ աշխատում ենք։ Այ ես շատ ուրախանում եմ, երբ որ իմանում եմ, որ այդ բրենդը արտադրվում է նաև այստեղ Հայաստանում, որովհետև մենք օրինակ 1980-ականներին ունեցել ենք նույնիսկ Մասիս կոշիկի գործարան, որը արտադրվել է։ Շատ հազվադեպ է լինում, որ արտադրվում է, այստեղ է արտադրվում, ու գիտեմ նաև, որ բավականին բարձրակարգ է ձեր բրենդը։ Խոսենք արտադրման փուլի դժվարություններից, որովհետև հաստատ շատ դժվար է արտադրել։ Իհարկե ամենաբարդ ոլորտը արտադրությունն է, ես ասեմ կոշիկը իրականում արտադրության մեջ երևի ամենաբարդ ճյուղերից է, որտեղ լիքը հատվածներից է բաղկացած, մինչև այդ պրոդուկտը ստանում ենք։
Բարդություններ իրականում բոլոր բիզնեսներում է կան, նույնը մերը պետքա լինի, այնտեղ մատակարարների ուշացումից, նյութի թանկացումից, այնտեղ լիքը տենց հարցեր կա, բայց մենք խնդիրները լուծելով առաջ ենք գնում։ Իսկ ինչպիսին է շուկան, օրինակ մրցակցությունը, արդյոք հավասար է ներկրողի եւ արտադրողի միջև։ Քանի որ մենք չունենք հումքի արտադրություն մեր Հայաստանում, այսինքն ունենք, բայց շատ քիչ տեսականի է, մենք նաև ներկրում ենք տարբեր երկրներից։ Իտալիայից մեր կրունկներն են, կաղապարներն են, որ անպայման մեր հավաքածուի 100%-ը հենց այդ արտադրանքն է։ Իսկ մատերիալները իհարկե մենք կրում ենք տարբեր երկրներից եւ դժվարությունը այո ինքնարժեք ստանալն է, երբ որ ներկրում ես կատարում եւ մրցակցելը արդեն այլ երկրների հետ, ինչպես Չինաստանը, բայց կարողանում ենք նաեւ ստանալ գին, որակ, այդ ամեն ինչը, որ կարողանանք բալանսի մեջ պահենք մեզ այս մրցակցության շուկայում։ Ինչ համագործակցություն ունեք նաեւ էլեկտրոնային հարթակների հետ կապված։ Եվ արդյոք էլեկտրոնային հարթակները առավելություն եք դիտարկում եւ չեն վնասում արդյոք օֆլայն առևտրին։ Մենք երբ որ ստեղծեցինք մեր բրենդը, հաճախակի մասնակցում էինք Ռուսաստանում կոշիկին վերաբերվող ցուցահանդեսներին ու ներկայացնում էինք հայկական արտադրանքը։ Ամեն տարի մենք ստանում էինք գովաբանություն հաճախորդների կողմից եւ լսում էինք մեկնաբանություններ հենց խանութի տերերից, ցանցերի կողմից, որ on-line հարթակը իրանց գործունեությունը խթանել է ու խնդիրներ է առաջացրել, ու տենց մեզ միտք առաջացավ, ինչու մենք չմտնենք on-line հարթակ։ Ճիշտ ժամանակին մենք մուտք գործեցինք on-line հարթակը Valveris, Ozon, հիմա նաև Lamodayում ենք եւ ունենք հսկայական նաև կայուն հետևորդների եւ հաճախորդների բազա, որը որ ստեղծել ենք այս տարիների ընթացքում։ Ինչ ցուցահանդեսների եք մասնակցում կամ կազմակերպում ցուցահանդեսներ։ Ցուցահանդեսները Ռուսաստանում կոշիկին վերաբերվող Իսմայելովը ցուցահանդեսն է, մասնակցել ենք Մոշուս ցուցահանդեսը, նաև CPM ինքը տենց ցուցահանդեսն է, որտեղ նաև տեքստիլն է ներկայանում, մենք էլ կոշիկի տեսքով ենք ներկայացել։ Իսկ Իտալիայում մենք մասնակցում ենք մատերիալների հետ կապված ցուցահանդեսներին, որը որ մեր հումքի եւ այնտեղ մատակարարներ ունենք, որ արդեն երկար տարիներ աշխատում ենք իրար հետ։ Այնտեղ էլ այդ ցուցահանդեսն է, որ ամեն տարի մասնակցում ենք։ Ովքեր են ձեր հաճախորդները։ Ոյ։ Ես կասեմ ոճային եւ էլեգանտ կանայք, որոնք որ գնահատում են իրենց եւ ինքնավստահ են։ 6 տարի արդեն շուկայում եք, ճիշտ է։ Այո, Elasi բրենդը 6 տարի է շուկայում է։ Ինչպիսին եք պատկերացնում բրենդը 5 կամ 10 տարի անց։ Այս 6 տարիների շուրջ ունենք հսկայական հաճախորդների բազա on-line հարթակներում եւ առաջատարներից են կոշիկի վաճառքում on-line հարթակներում ունենք արդեն մեծ կոնկուրենցիա եւ լավագույն բրենդների հետ եւ ամեն տարի մեր կոլեկցիաները թարմացվում է եւ տեսականին է շատանում եւ մենք հետ չենք կանգնում, առաջ ենք գնում։ Կնոջ զգեստապահարանում ամենակարևոր աքսեսուարը որն է կոշիկը։ Ես կասեմ կոշիկը միանշանակ եւ պայուսակը։ Նշեցիք պայուսակը, կարծեմ պետք է արդեն պայուսակի արտադրանքով եւս զբաղվեք։ Այո, մենք այս տարի նաև ավելացրել ենք արտադրության մեջ պայուսակը ու դեռ նոր ենք շուկայում եւ դեռ ուսումնասիրության փուլում ենք, բայց ունենք նաև փոքրիկ հաջողություններ վաճառքների մեջ։ Իհարկե նշեցիք, որ որպես ոճաբան կարևորում եք ամեն դեպքում նաև հարմարավետությունը, բայց կնշեք ամենակարևոր կետերը կոշիկի։ Կոշիկ ընտրելիս եկան Elasi, ինչ պետք է հաշվի առնեն։ Մենք երբ կոշիկ ենք ստեղծում, այդ մի զույգ կոշիկի վրա հսկայական աշխատանք է տարվում, ամենաառաջինը մեր շեշտը դրված է կաղապարի վրա, որ մենք պետք է մշակենք մեր ձևով կաղապարը, մեր ստանդարտներին համապատասխան, որ հարմարավետ լինի, եւ հետո արդեն ավելացնում ենք այնտեղ ուրիշ մոդելները, մատերիալը, նոր առաջնային հիմքը մեր համար հարմարավետությունն է, այդ կաղապարի մշակումը։ Էլեկտրոնային հարթակները Viber-ը, Ozon-ը տալիս են հնարավորություն արտադրանքը նաև արտահանելու։ Ինչ հաջողություն ունեք այդ մասով։ Պահանջարկ դրսում շատ կա, Elasi-ի պահանջարկ։ Մեր հիմնական արտադրանքը հենց այդ on-line մարքեթներում է վաճառվում։ Հիմնականում 90%-ը մենք արտահանում ենք հենց Ռուսաստան on-line մարքեթներ։ Պահանջարկը շատ մեծ է։ Ստեղծման պատմությունը եւ անվանումը, ինչպես որոշեցիք անունը։
Քանի որ իմ համար ոգեշնչումը Իտալիան է եւ Իտալիայում դու զգում ես մոդայի շունչը, այդպես ցանկացա ինչ որ փոքրիկ հատված դնել իմ բրենդի մեջ, այդսի վերջավորությունը, որը նշանակում է համաձայն եմ, այո, եւ քանի որ ես էլ ոճաբանն եմ Էլասի եւ այո Էլասի ոճին եւ այո համաձայն եմ Էլասի կոշիկները կրելուն, դա է ընդհանուր միտքը մեր եւ նաեւ գեղեցիկ անուն ստացանք։ Այ ամեն տարի փոխվում է, թրենդները, տենդենսը փոխվում է։ Ինչպես եք դուք որոշում, ինչպես եք ընտրում միջինը, ինչպես եք որոշում, թե ինչ է ուզում կինը առհասարակ կամ ինչ կընտրի այդ տարի, ինչ կհագնի։ Տեսեք, ես իրականում հետևում եմ նորաձևության ամեն ինչին, ինչը որ կատարվում է, տրենդներին, նորություններին, բայց մենք քանի որ ունենք արտադրություն եւ մեր կոշիկները նաեւ ինչ որ մասսայական բնույթ պետքա կրեն, ստեղծում եմ յուրահատուկ եւ այնպիսի մոդելներ, որոնք որ մեծածախ վաճառք կապահովեն, ավելորդություն լինի ճոխություններից, շատ աքսեսուարներից, ընտրում եմ բազային գույներ եւ նաեւ միտք ու գաղափար է լինում, որ շատ մոդայիկ, ոճային ինչ որ կոշիկ եմ ստեղծում, բայց ես հասկանում եմ, որ դա վաճառքի ենթակա չի, մասսայական։ Դե համար պեղում եմ, այդպես ասած, մշակում եմ, հանում եմ ամենալավագույնները եւ հասկանում, որ նաեւ ինչ որ չափով ճանաչելով մեր հաճախորդների ճաշակը, մինիմալիստական ոճը պահելով, ստեղծում ենք մեր կոլեկցիան։ Այո, ինչպես հասկացա, նրբաճաշակությանն եք ավելի Այո, կողմ եւ շեշտը դնում եք։ մինիմալիստական ոճը ես շատ եմ սիրում եւ իմ ստեղծած մոդելների մեջ դրանք շատ են։ Ասում են, որ պետությունները երկու տարբերակ ունեն գոյատևելու, նվաճելով կամ արտադրելով, այս պահին արտադրող եք, նպաստում եք մեր պետության, այսպես ասած, զարգացմանը։ Շնորհակալ եմ հյուրընկալելու համար։ Շնորհակալ եմ ձեզ։ Մարքեթինգ, SMM, PR աջակցություն ձեր բիզնեսի կամ ընկերության համար, շուկայում ճիշտ դիրքավորվելու եւ մեծ թվով վաճառքներ գրանցելու համար։ SMM ծառայություններ, որակյալ եւ բովանդակային քոնթենտի ստեղծում, հետաքրքիր սցենաներով ռիլերի պատրաստում, սոցցանցերի կառավարում եւ առաջխաղացում, ինչպես նաեւ պրոֆեսիոնալ ֆոտո եւ վիդեո արտադրություն, համագործակցություն ԶԼՄ-ների, բլոգերների եւ ինֆլուենսերների հետ։ Եվ ամենակարևորը, որի հնարավորությունն ունեն միայն մեր գործընկերները։ Ձեր բիզնեսի մասին լսելի կլինի նաև բիզնես ելակետի հաջողված նախագծերում, որոնք Instagram-յան եւ YouTube-յան հարթակներում ապահովում են հազարավոր դիտումներ եւ հավանումներ։ Դիմեք Էկովիլ ընկերությանը եւ խնայողություն կանեք գումարային տեսքով։ Միանշանակ, աշխարհն արդեն անցել սոլարներին։ Սովորական տան ծորակից եկող, այդ ինչպես է այդպես պատահում։ Գրոհեբլուն է, հենց այստեղ էլ գրված է։ Գրոհեբլու կարդացի, այո։ Կայցելեք մեր գործընկերոջ մոտ, The Garden ռեստորան, այնտեղ ձեզ սիրով կսպասեն։ Պայման մի օր կայցելենք։ Մեդիա ասոցիացիա, գրագետ եւ անհատական մոտեցում յուրաքանչյուր գործընկերոջ համար։ Փաթեթներին ծանոթանալու համար գրել էջին կամ զանգահարել 094 091 147 հեռախոսահամարով։